Okay, հենց նոր ավարտվեց WWDC 25-ը, հետաքրքիր բաներ ցույց տվեցին անկեղծ, հիմնական շեշտը ոնց արդեն գիտեինք դրել էին նոր դիզայնի վրա, դարձրել են սենց ապակյա դիզայնով, ընդհանուր առմամբ բոլոր համակարգերը ստանալու են այս ապակյա դիզայնը, որը կոչվում է Liquid Glass, իրականում շատ սիրուն տեսք ունի, որ նայում եք ծրագրերը, վիդեոները կամ նկարները սենց թափանցում են ու իրոք սենց ինչ-որ ապակյա զգացողություն են տալիս, դե իհարկե ոնց արդեն գուշակել էինք, լինելու է ոչ թե iOS 19-ը, այլ iOS 26, ու սա տարածվելու է բոլոր օպերացիոն համակարգերի վրա, iOS 26, macOS 26, visionOS 26, iPadOS 26, ընդհանուր առմամբ հասկացաք, watchOS 26, փոխել են տեսախցիկի ընդհանուր տեսքը, շատ հետաքրքիր էր, թողել են էկրանին երկու հիմնական ռեժիմները, վիդեոյի ռեժիմը ու ֆոտոյի ռեժիմը, իսկ մնացած մյուս ռեժիմները կարաք swipe անեք աջ կամ ձախ ներքևը, ոնց հասկացա, ու կբացվի մնացած ռեժիմները ու կընտրեք։ Ցույց տվեցին մեզ շատ հետաքրքիր հնարավորություն, կոչվում է Spatial Scene, որը ձեր նկարները անալիզ էր անում ու կարելի ասել տալիս էր իրան sense 3D էֆեկտ, որը համ նկարների մեջ կարաք այդ 3D էֆեկտը զգաք, համ եթե կուզենաք ձեր նկարը դնեք lock screen-ի վրա, այդ շատ հետաքրքիր էֆեկտը ստանում եք։ Safari-ն ստացել է շատ հետաքրքիր տեսք, էկրանից մաքրում են ամեն ինչ ու թողում են ուղակի կայքի հասցեն, մնացած կայքի կոնտենտը կարաք հանգիստ էկրանի վրա full screen նայեք։ Ես անձամբ Safari-ից եմ օգտվում iPhone-ի վրա ու իրոք ինքը շատ հետաքրքիր տեսք ուներ։ Իրականում AI-ից շատ քիչ խոսացին, մի բան որ ցույց տվեցին ու աչքի ընկա, Visual Intelligence-ի նոր հնարավորությունն է, որ դուք կարաք screenshot անեք ու Visual Intelligence-ը արդեն screenshot-ի վրից կարա շորերը ճանաչի կամ ինչ որ ոնց ցույց տվեցին պրեզենտացիայի ժամանակ լամպեր, եթե չեմ սխալվում, այդ լամպը ճանաչեց ու ցույց տվեց որտեղից կարելի է առնել։ macOS-ում մի հատ հետաքրքիր թարմացում կա, մի բան որի վրա ես անձամբ տանջվում էի, բայց արդեն ոնց հասկացանք առանց կողմնակի ծրագրերի կլինի անել, դա ֆոլդերների գույնը փոխել, հետաքրքիր իկոնկեք ավելացնել, լավ բան է, անկեղծ եմ ասում, շատ է օգնում լիքը ֆոլդերների մեջ կոնկրետ քո ուզածը գտնես։ Ուրեմն developer beta տարբերակը հասանելի կլինի այսօրվանից, որը ժողովուրդ չթարմացնեք, ով էլ ասի, խնդրում եմ չթարմացնեք, որովհետև iOS 18-ի ժամանակ մարդիկ թարմացրեցին ու ինձ գրում էին, բա հիմա ոնց անենք, մարդկոսն է շուտ նստում, խնդիրներ առաջանում սմարթֆոնի հետ, առաջանալու է developer beta-ն մեր համար չի, սովորական օգտագործողների համար չի, դա ծրագրավորողների համար է։ Public beta-ն մյուս ամսին հասանելի կլինի, IT կարաք թարմացնեք, որովհետև այդ տարբերակը դժվար թե սմարթֆոնին ինչ-որ վնաս հասցնի, կարա ինչ-որ կախի կամ ինչ-որ ֆունկցիաներ չաշխատեն, բայց երևի դրանով կսահմանափակվենք։ Հետևում ենք ալիքին, դնում ենք լայք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Շաբաթվա վերջում կպատրաստեմ լիարժեք երկար տեսօլվակ, որտեղ խոսենք այն ամեն ինչի մասին, ինչը ցույց տվեցին այսօր ու ընդհանուր առմամբ այս շաբաթվա ընթացքում, քանի որ WWDC-ն տևելու է մեկ շաբաթ։